Հաշվի առնելով, որ դատարանասում գործով դատաքննությունը ավարտվել է, գործի քննությունը գտնվում է եզրափակիչ փուլում, դատարանության մասնակիցները հանրային մեղադրողը և պաշտպանության կողմը հանդես են եկել համապատասխանաբար մեղադրական և պաշտպանական ճառերով և ըստ էության գործի քննությունը հետաձգվել էր Ամբաստանյանի վերջին խոսքը լսելու համար։ Ամբաստանյանի վերջին խոսքը լսելու ժամանակ նրան հարցեր չեն տրվում, չի ընդհատվում բացառապես այն դեպքերում, եթե գործին չվերաբերող բոլորովին այլ բաների մասին կարող է Ամբաստանյանը իր խոսքով արձանագրել։ Դրանից հետո դատարանը հրավիրում է խորհրդակցական սենյակ դատավեճ կայացնելու, հետևաբար այս պայմաններում դատարանը գտնում է, որ պաշտպանների ներկայության պայմաններում նրանց ներկայությունը որևէ բան չի կարող փոխել, քանի որ լսելու ենք Ամբաստանյանի վերջին խոսքը։ Հանրային մեղադրողի պարագայում էլ հանրային մեղադրողը ըստ դատարանի ընկալման գնահատման քրեադատարական օրենսդրության դրույթները հաշվի առնելով այս փուլում բացառապես երևի մեկ գործողություն կարող է կատարել, եթե մեղադրողը համակարծիք չէ դատարանի հետ կարող է այդ մասին բարձրաձայնել, հրաժարվել մեղադրանքից։ Կա արդյոք նման չկա հանգում դա։ Որևէ այլ բան ունեք ասել։ Այսօր բարտաժան դատում։ Այսինքն հանրային մեղադրողները չունի այնպիսի գործիքակազմ այս փուլում, որ նրա գործողություններով պայմանավորված հնարավոր բացարկել կապված հարց բարձրացվի։ Դա դատարանի գնահատումն է, ինչքանով դրա հետ համաձայն կլինեն թե չէ, բայց նկատի ունենալով, որ այսօր դատարանը պետք է լսի Ամբաստանյանի վերջին խոսքը, ուստի գտնում եմ, որ պաշտպանների բացակայությունը խոչընդոտ չէ գործի քննությունը շարունակելու առումով։ Լսում ենք ձեզ, պարոն Վարդան։ Ես որոշում եմ կայացրել հրաժարվել վերջին խոսքի իրավունքից, սակայն այսօր մամուլում մի տեղեկություն աչքովս ընկավ, ուզենամ շատ կարճ 2 րոպեվա ընթացքում ներկայացնել իմ վերջին խոսքը, հաշվի առնելով այդ փոփոխությունը։ Այսօր 24 նյուսեյանը կայքը ժամը 14:23 դեռ մեկ ժամ չի լրացել։ Մի նյութ է հրապարակել, կեղծ տեղեկություն։ Փաշինյանի ձայնով թուրքերեն խոսքը գեներացված է արհեստական բանականության միջոցով և հոդվածն է, ես ընդհանուր վերնագիր կարդացի, որ հետարժվում է կարող է դիտել դա կարդալ նյութը և ինչու մեջ բերեցի այս, ինչու եմ նշում այս մամուլում տեղ գտած հրապարակումը։ Որևէ ապացույց այն մասին, որ այն ձայնագրությունը, որը ներկայացրել է վկան, որ այդ ձայնագրությունը չի գեներացվել արհեստական բանականության միջոցով, քրեական գործի նյութերում առկա չէ։ Ընդ որում, ինչու է այս նյութը կարևոր իմ կարծիքով, որովհետև այնտեղ նշվում է, որ տեսագրությունն է գեներացվել արհեստական բանականության միջոցով և շուրթերի շարժումը և այդ թուրքերեն խոսքը բավականին որակյալ է արված։ Դա նշանակում է, որ շատ ավելի հեշտ է արհեստական բանականության միջոցով գեներացնել ձայնագրություն, այլ ոչ թե տեսագրություն։ Գործում չկա ապացույց, չկա փորձաքննություն այն մասին, որ դա արհեստական բանականության միջոցով չի արվել, գործում չկա ապացույց, որ դա Ռուբեն Վարդազարյանի խոսքն է, որ դա մոնտաժված բառը այլն էլ մոնտաժ։ Չկա ապացույց, չկա փորձաքննություն, որ այդ ձայնագրությունը մոնտաժված չէ։
ասեմ, վստահ եմ, որ այս տեղեկությունը, որ ես հայտնեցի նախագահ դատավորին չի հետաքրքրում, սակայն ավելի շատ խոսքս ուղղված էր մամուլի ներկայացուցիչներին, վերադասացիաների եւ ավելի շատ երևի թե մարդու իրավունքների եվրոպական դատարան։ Այսքանը։ Շնորհակալություն։ Նույնիսկ քիչ առել դատարանը նշեց, ամբաստանի վերջի խոսքը լսելուց դատարանը հեռանում մոտակցական սենյակ դատավճիռ կայացնելու, նկատի ունենալով, որ ամբաստանյան Ռուբեն Վարդազարյանը հանդես եկավ վերջին խոսքով, ավարտեց այն, ուստի դատարանը հեռանում է մոտակցական սենյակ դատավճիռ կայացնելու։ Դատավճիռը կհրապարակվի վաղը 2025 թվականի մարտի 18-ին ժամը 13:30-ին։ Դատական նիստը փակված է։